խնդրել էի ձեզ անպայման, որպեսզի մենք trip-ի մասին, այս ներկայացված փաստաթղթի մասին խոսենք միասին, տարբեր քաղաքագետներ տեսակետներ են արտահայտել, բայց ինձ հատկապես հետաքրքիր էր, որ որպես մասնագետ իրավաբան անդրադառնաք սրան եւ փորձենք իրավական հարցերի միջոցով բացենք նաև դրա միջազգային եւ քաղաքական նշանակությունները։ Եվ այսպես Վաշինգտոնում կայացան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումը, բանակցություններ էին դրանց ասում, ես չգիտեմ որքանով են բանակցել, որովհետեւ այնպիսի տպավորություններ, որ Արարատ Միրզոյանին ասել էին թուղթը պատրաստ է, արի։ Հա, էս, բայց թուղթը ներկայացվեց համատեղ հայտարարությունը այսպիսի ձևակերպով. Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Հետաքրքիրն այն էր, որ այդ փաստաթղթի մեջ շատերն էին նկատել, որ այնպիսի տպավորություններ, որ անընդհատ ուզում էին նշել, որ սուվերենության մասին, ինքնիշխանություն եւ ինչ որ բան էին թաքցնում դրանով։ Հիմա այս փաստաթուղթը դուք ինչպես դա կբնորոշեք, ինչ է դա եւ փորձենք հասկանալ բովանդակությունը։ Շատ շնորհակալ եմ հրավերի եւ հարցի համար։ Իսկապես կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, այս փուլում կոնե, որը ինչպես նախկինում մենք բազմիցս խոսել ենք, կարող է կանխորոշել Հայաստանի զարգացումը անգամ տասնամյակների տրվածքով։ Նախորդ անգամ, երբ մենք զրուցում էինք, մենք կանխատեսեցինք, որ ամբողջ խնդիրը լինելու է հիմնականում ամբողջ խնդիրը իրացվելիության շրջանակներում եւ իրացվելիության ժամանակի առաջ գալու եւ ըստ իմ խորին համոզմամբ այն իսկապես ի հայտ եկավ այնպես ինչպես թմբկահարում են այս փաստաթղթի նշանակությունը եւ այլն իմ գնահատմամբ դա բացարձակապես սուտ է եւ կեղծիք է իմ խորին համոզմամբ Ես մանրամասն ուսումնասիրել եմ այս փաստաթուղթը եւ իմ համար անգամ որոշակի գրառումներ եմ արել, որպեսզի հիմնվեմ տեքստի վրա այս անգամ։ Իմ խորին համոզմամբ սա հիմնականում այս փուլում գոնե նախընտրական խապկանք է։ Իհարկե, նա կարևոր նշանակություն կարող է ունենալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության սահմաններում, զուտ քաղաքական հարթությունում եւ զուտ այս ներկայիս ԱՄՆ վարչակազմի հետ։ Ինչպես կլինի հետագայում, դա պարզ չէ։ Մի քանի խնդիրներ եմ առանձնացրել այս փաստաթղթի հետ կապված, որոնք իմ կարծիքով վկայում են այն մասին, որ սա ընդամենը քարոզչական հնարք է այս փուլում, այլ ոչ լուրջ նշանակություն ունեցող, անգամ քաղաքական հարթությունում լուրջ նշանակություն ունեցող փաստաթուղթ այն կետերով, երբ այն կարող է նշանակություն ունենալ Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության շահերը մղված են երկրորդ, երրորդ պլան։ Սա միանշանակ ակնառու է Հայաստանի իշխանությունների համար սա ինչ նշանակություն ունի։ Այո, որտեղ այլ ուժեր իրենք շահերը ստանում են սրանով։ Այո, հստակեցնենք, հա։ Այո, շատ հնարավոր է նաև ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար սա ունի որոշակի նշանակություն, ենթադրենք ամերիկահայերի իրենց ներքին քարոզչական։ Այո, ներքին քարոզչական, ոչ միայն գուցե քարոզչական, որտեղ ԱՄՆ-ն ռազմավարական հենքի վրա գործող պետություն է, բնականաբար իրենց համար նման փաստաթղթերի հայտ գալը չի կարող ունենալ սոսկ ինչ-որ քարոզչական էֆեկտ, այդուհանդերձ նաև այս փուլում իրենց համար դա կարող է որոշակի քարոզչական նշանակություն ունենալ ներքին լսարանի տեսանկյունից։ Հիմա փորձեմ փաստարկել։ Հիմնականում վկայակոչում են փաստաթղթի դրույթները։ Այսպես, փաստաթուղթը ուրվագծում է թրիփ իրականացման շրջանակը։ Այն չի առաջացնում եւ միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ համար։ Այսինքն ինքնին որևէ իրավական նշանակություն այս փուլում այս փաստաթուղթը չունի։ Իրավաբանական ուժ չունի։ Ոչ, չի էլ ըստ ամենայնի հավակնում, բայց այնպես ինչպես իրենք թմբկահարում են դա, տպավորություն է, որ արդեն կողմերը ստանձնել են որոշակի պարտավորություններ, ոչ, սա քաղաքական առումով որոշակի բանակցությունների արդյունքում ի հայտ եկած, այսպես ձևակերպենք, հուշագիր է, որը ըստ այս փաստաթղթի չունի որևէ իրավական նշանակություն։ Հաջորդը կողմերն ընդունում են, որ թրիփի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա
ինստիտուցիոնալիզացումից, ինչպես նաև Թուրքիայի հետ ամբողջական կարգավորման առաջընթացից։ Մենք գիտենք, որ այս փաստաթղթի տեսեք, այստեղ է գրված, որ նշանակությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը կկարողանա խաղաղության համաձայնագիրը ինստիտուցիոնալիզացնել Ադրբեջանի հետ, թե ոչ։ Թուրքիան պայման է դրել, Ադրբեջանը պայման է դրել, սահմանադրական փոփոխություններ եւ այլն։ Դրանով ամեն ինչ ասված է։ Այսինքն, եթե սահմանադրական փոփոխությունները տապալվում են, կողմերը չեն ընդունի, որ թրիպի հաջողությունը փաստված է, հա, ճիշտ հասկանանք։ Այսպես է գրված, այսինքն ուղիղ կապ կա, ես սա պնդում եմ պատասխանատու ձևով, Հայաստանի կողմից հետագա զիջումների գնալու եւ այս փաստաթղթի հաջողության հետ, որովհետեւ որևէ տեղ ես չեմ նկատել, որ ԱՄՆ վարչակազմը ճնշումներ է գործադրում Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների նկատմամբ, որպեսզի իրենք էլ իրենց հերթին գնան փոխզիջումների Հայաստանի Հանրապետության շահերի ապահովման տեսանկյունից։ Օրինակ, թեկուզ ասեին հրաժարվեք Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջից։ Առնվազն կամ տարաժանկետեք։ Այո, կամ տարաժանկետեք։ Ես դեռ չեմ խոսում մյուս պահանջների մասին, որոնք հիմա չեն բարձրաձայնվում ադրբեջանցիների վերաբնակեցում եւ այլն, որոնք էգզիստենցիալ բնույթի վտանգ են ներկայացնում Հայաստանի գոյության համար։ Այսինքն հաջողությունը կախված է դրանից։ Նա իր հերթին կախված է առնվազն նվազագույնը սահմանադրության փոփոխություններից։ Իսկ ով կարող է կանխորոշել դրանց ելքը, դժվարվում է այդ փոփոխությունների ելքը, այսինքն Հայաստանի ժողովրդին շանտաժի միջոցով ստիպելու են, որ գնա եւ կողմ քվեարկի, եթե չստացվի։ Նախորդ անգամ մենք խոսել ենք դրա մասին։ Այո, որ շանտաժ են անում, այո։ Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանի իշխանությունները։ Ոչ ներկայիս իշխանություն կոչեցյալը, ոչ որևէ այլ օտար երկրի իշխանություն, ոչ անգամ չգիտեմ, ավելի բարձր ուժեր չեն կարող ստիպել այս ժողովրդին, որ առնվազն ինքը գնա եւ այո ասի այն համամասնությունով, որը անհրաժեշտ է մեր սահմանադրության համաձայն սահմանադրական փոփոխությունների համար։ Հաջորդը նաեւ խոսքը Թուրքիայի հետ ամբողջական կարգավորման առաջընթացի մասին է։ Թուրքիան էլ իր հերթին, ինչպես դուք փաստեցիք, նախ պահանջներ է դնում, երկրորդը հղում է անում այն, որ Հայաստանը պետք է իր հարցերը կարգավորի Ադրբեջանի հետ, հետո նոր կտեսնենք։ Խնդրեմ, օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, բառացի մեջ բերում եմ, հուսով եմ մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է կենտրոնական միջանցքի համար։ Թուրքիայի արտգործնախարարն է հայտարարել ասուլիսում, խնդրեմ։ Փայլուն է։ Դա փաստում է այն, որ սա այս փուլում, չեմ ասում սա կարևոր փաստաթուղթ չի լինի հետագայում, բայց պայմանով, որ օրինակ կլինեն սահմանադրական փոփոխություններ, պայմանով, որ Թուրքիայի հետ կարգավորման առաջընթացը, ամբողջական կարգավորման առաջընթացը կհասնի հաջողության։ Իսկ եթե ոչ, պարզ է, չէ՞, ինչու կողմերը, այդ թվում ԱՄՆ-ն, տվյալ դեպքում ԱՄՆ-ն, Հայաստանը ցավոք սրտի այս պարագայում դե ֆակտո սուբյեկտ չէ, զրկվել է սուբյեկտային։ ԱՄՆ-ն որևէ իրավական հանձնառություն, պարտավորություն չի ստանձնում։ Այսինքն այս փուլում սա ԿՊ-ի համար նախատեսված նախընտրական հնարքներից է։ Էլ եմ ասում, բովանդակությունը ինքը ունի կարևորագույն նաև նշանակություն կամ կունենար, բայց այս փոխկապակցվածությունը, որ առկա է փաստաթղթում, խաղաղության հեռանկարից Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բացարձակապես իմաստազրկում է այս փաստաթուղթը, որովհետեւ ով կարող է դա կանխորոշել, թե արդեն ծրագրված են սահմանադրության հանրաքվեի ժամանակ փոփոխությունների լայնամասշտաբ կեղծիքներ, ինչ ակնկալիքը որն է։ Հետևաբար նաև կարող ենք ասել, որ այդ ուժերին, այդ արտաքին ուժերին, այդ թվում Ադրբեջանին եւ Թուրքիային եւ
որ ամեն կերպ որտեղ նույն Հական Ֆիդանը մեջբերեմ նրա խոսքը նաև հայտարարել էր, որ անդրադարձել էր հունիսին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին, նա ասել է սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում, մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում։ Այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի։ Դարձյալ Թուրքիայի արտգործնախարարն է ասել։ Հիմա կարող ենք ասել այդ բոլոր ուժերի նպատակը ոչ այնքան Նիկոլ Փաշինյան կլինի, թե ով կլինի, անցկացնել սահմանադրական փոփոխությունները։ Նպատակը այդ ամեն ինչը անելու են, որպեսզի սահմանադրության հանրակրվե անեն, հիմա կեղծիքով ինչ ստանան իրենց ցանկալի սահմանադրական փոփոխությունը։ Դա դառնում է գերխնդիր մեծ հաշվով։ Այսինքն ոչ Նիկոլ Փաշինյանին են սիրում, այսպես ասած, այլ Նիկոլ Փաշինյանի ձեռքով պիտի ավարտին հասցնեն այս ծրագիրը։ Բնականաբար։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, ընդհանրապես այս խմբի, խմբակի նկատի ունեմ, անունը ինչպես ուզում եք դնել։ Նկատի ունեմ իրենց բոլորի ջանքերը ուղղված է, որ Հայաստանի այս փոփոխողնաշարը ջարդեն։ Այո, բայց ոչ միայն սահմանադրության փոփոխությամբ, այլև հենց այս միջանցքի այնպիսի կառավարման, որը ըստ էության իրավաբանորեն ոչ, բայց փաստացի կզրկի Հայաստանին իր մի շարք ինքնիշխան իրավունքներից։ Հիմա դրան նույնպես կանդրադառնանք առանձին, ինչ վերաբերում է Ֆիդանի այս հայտարարությանը, պատկերացնում եք, եթե պարոն Լավրովը նման հայտարարություն աներ որևէ քաղաքական ուժի, օրինակ ընդդիմադիր, ընդհանրենք մեր ձևով շարժման առնչությամբ, որ ըստ հարցումների նա երկրորդ ուժն է, հույս ունենք, որ կդառնա առաջինը եւ կհաղթի խորհրդարանական, կամ ակնկալում ենք, որ պատկերացնում եք ինչ կլիներ Հայաստանում, վայնասուն կլիներ, այո։ Վայնասունը դա այն բառը չէ, եւ արևմուտքում ինչ կկատարվեր այդ տեսանկյունից։ Բայց Թուրքիայի արտգործնախարարը այդպիսի հայտարարություն է անում, որը գրեթե ուղղակի աջակցություն է խորհրդարանական ընտրություններում իշխող ուժին, եւ դա մնում է առանց արձագանքի։ Ես այստեղ ուղղակի չեմ մեջբերում Սոլովյովի դեպքը, որտեղ նա նախ լրագրող է եւ այլ հայտարարություն է արել, ռազմական միջամտության հատուկ ռազմական գործողությունների մասին, բայց սա Հական Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարն է։ Դրա համար ես չեմ խոսում սրա մասին, դա առանձին էսպես ասած кейս է, որին կանդրադառնանք գուցե, Իհարկե անընդունելի հայտարարություն է, իհարկե դատապարտելի հայտարարություն է, բայց ուզում եմ ասել նույնը չի, դրա համար չեմ անդրադառնում, որպեսզի մեր հեռուստադիտողը հասկանա։ Մեր հեռուստադիտողը նաև պետք է հասկանա, որ արտաքին գործերի նախարարը իրավասու է արտահայտել տվյալ պետության կարծիքը։ Դա չի կարող անել հիմնականում նաև կարող է խոսել այդ պետության անունից ինքնուրույնաբար։ Օրինակ դա չի կարող անել էներգետիկայի նախարարը, արդարադատության նախարարը։ Սա մեր ներքին գործերի միջամտություն է։ Դա միանշանակ եւ ուղղակի միջամտություն է, բացի դա Թուրքիայի Հանրապետության դա կարծիքն է, տեսակետը եւ ինչու՞ չէ աջակցությունը գործող իշխանությունների։ Ինչպես եղել է նաև 21 թվականին, երբ որ ընդդիմությանը, ովքեր պայքարում էին Փաշինյանի եւ նրա խմբակի դեմ, ռևանշիստ էին անվանում, հիշում եք։ Խնդրեմ հաջորդ դիտարկել։ Հիմա ավելի առարկայական անդրադառնանք, թեև ես ասացի, որ ըստ էության ինչպիսի բնույթի է այս փաստաթուղթը, բայց եկեք ավելի առարկայական անդրադառնանք դրա մի շարք դրույթների, կարծում եմ կհետաքրքրի մեր քաղաքացիներին։ Շատ կարևոր է, տեսեք այդ ընդունարանի գաղափարը եւ պարզ չէ հայկական կողմը ինչպես է վերահսկելու այդ առաջին գրասենյակ կոչեցյալը front office-ը եթե չկա այդ վերահսկողության մեխանիզմը կամ դեռևս չկա այս փուլում եւս մեկ անգամ փաստում եմ որ որևէ կարեւորություն Հայաստանի համար այս փաստաթուղթը չի ներկայացնում տեսեք չկա իրավական հանձնառություն կախված է խաղաղության հեռանկարից, որը պարզ չէ, անորոշ է, չի նշված իր հերթին, այո։ Չկան վերահսկողական մեխանիզմներ այդ առաջին գրասենյակի վերաբերյալ, front office-ի վերաբերյալ։ Եթե չկան, սա նույնպես նախընտրական հնարք է եւ խաբկանք է։ Կարծում եմ մեր քաղաքացիները, քանի դեռ դա չկա, մեր քաղաքացիները կարող են գալ հետևության, որ ըստ ամենայնի սա նախընտրական հնարք է։ Եթե օրինակ լիներ, ինչ պետք է լիներ, որպեսզի Հայաստանի ներկայությունը եւ սուվերենությունը ընդգծվեր այդ front office-ով։
Հայաստանի սուվերենությունը ընդգծելու կարիք չկա։ Դա միջազգային իրավունքով երաշխավորված է եւ մեր սահմանադրությամբ։ Եվ սովորութային իրավունքով, եւ կոնվենցիոնալ միջազգային Դրա իրավունքով։ կարևորությունն եմ ուզում բացատրել։ Որևէ նշանակություն չունի 10 տեղ ընդգծել այդ Հայաստանի սուվերենությունը, իրավազորությունը, մանավանդ ավելի լուրջ շրջանակային փաստաթղթում դա արդեն իսկ ընդգծված էր։ Մենք այդ մասին խոսել ենք, այդ մասով դա համարել ենք կարևոր կետ, երաշխիք, եթե պատշաճ ձևով կենսագործվի։ Օգոստոսի 8-ի հայտարարության մասին ենք Այո, հիմա գուցե մեր ընդդիմախոսները ասեն, բայց սպասեք, դրա հաջորդելու է այլ փաստաթուղթ կամ փաստաթղթեր եւ այլն, այնտեղ կտեսնեք։ Երբ այս փուլում փաստում ենք, որ սա դեռ հնարք է նախընտրական։ Եթե կտեսնենք եւ դա կլինի առարկայական, այդ ժամանակ կխոսենք այդ մասին։ Կարևոր եւս մի հարց, թրիպի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտների թվում նշում է փոխկապակցվածությունը, որը հումք կարևորագույն հանքանյութեր եւ հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ։ Սա չափազանց կարևոր, այո։ Այո, մենք Սա ինչ է գիտենք, նշանակում։ որ ներկայիս աշխարհում անգամ անթակույց գրեթե պատերազմներ կամ կոնֆլիկտներ են մղվում հանուն հանքանյութերի, հատկապես հազվագյուտ մետաղների եւ գիտենք, որ մեր ընդերքում նույնպես կան որոշակի հանքանյութեր։ Հիմա հարց է ծագում, ինչ ուղիղ կապ կա այս դրույթի եւ այն ակնկալիքի հետ, որ արդյոք Հայաստանի ընդերքի հանածոները նույնպես արտահանվելու են այս ճանապարհով։ Կա պայմանավորվածություն, թե ոչ, կարող է լինել, թե ոչ։ Այդ դեպքում ինչպիսի համամասնություններով կլինի։ Ուկրաինական սցենարով, թե այլ։ Ուկրաինական սցենարը հիշում եք հարգելի հետևորդներ, որ Թրամփը ասաց այդ 300-ից 350 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումների դիմաց, որ տվել են ուկրաինական այս պատերազմի ընթացքում, պետք է վերցնեմ ընդերքը համատեղ շահագործման, հա, եկամուտները կիսվում են։ Հիմա Վենեսուելայում է այդ դարձան, հա, այո, անթակույց դրա կռիվն է հումքային ռեսուրսների։ Մեր Սյունիքը վերջի վերջո Զանգեզուրը ամենահարուստ ռեսուրսներով հարուստ, բնական ռեսուրսներով հարուստ հատվածն է։ Ինչ է սա, ինչ վտանգներ կա։ Ինչ ունի Հայաստանի Հանրապետությունը ստրատեգիական իմաստով, չէ, աշխարհաքաղաքական իմաստով։ Կարևոր նշանակության տարածք, դա հիմնականում Սյունիքն է, չէ։ Տարանցիկ դա եմ ասում։ Կամ ոչ միայն տարանցիկ, առանցքային եւ որոշակի ընդերքում որոշակի հանքանյութեր, հարստություններ, մետաղներ եւ այլն։ Բնզամոլիբդեն, ամեն ինչ։ Այսինքն ինչու։ Տնտեսագետները ավելի հստակ իհարկե կխոսեն այս մասին, հավանաբար հաջորդիվ, բայց հարց է ծագում, ինչի է այս փաստաթղթում խոսք գնում սրա մասին։ Իհարկե մեզ կարող են ասել, դե պարզապես ԱՄՆ ուրվագծել է իր օգուտների շրջանակը, բայց կներեք պատահական ինչ-որ բաներ են, հա։ Մեր ընդերքի վերաբերյալ լինելու է առանձին պայմանավորվածություն, թե ոչ, այդ հարցում ԱՄՆ-ն ինչպես Ուկրաինայում ունենալու է էլի եւ ինչպես թրիպի գրասենյակի առումով ունենալու է գերիշխանություն, գերակայություն, թե ոչ։ Եթե այո, ուրեմն մենք գործ ունենք նեոգաղութացման քաղաքականության հետ։ Ինչպես օրինակ Ուկրաինայում։ Եթե ոչ, եկեք հասկանանք ինչու է այս դրույթը այստեղ տեղ գտել։ Եվ արդյոք ԱՄՆ-ն ինչ-որ պատահական դրույթներ է թույլ կտար, որ շարադրվեն ինչ-որ պատահական դրույթներ որևէ համաձայնագրում եւ այլն։ Ես գիտեմ, որ իրենց մոտ այս հարցերում իրենք շատ հստակ են եւ շատ բարձրորակ թիմեր ունեն բոլոր ոլորտներում։